Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է եւ ես շատ ուրախ եմ ձեզ հենց այստեղից ողջունելու համար։ Հիմա առաջարկում եմ մի հատ ժպտանք, սուրճ կամ թեյ պատրաստեք եւ նստեք հեռուստացույցի առջև, քանի որ այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից եւ ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր։ Իսկ օրը լավ սկսելու կարևոր քայլերից մեկը նաեւ առողջ սնվելն է։ Դրա համար առաջարկում եմ առավոտը սկսենք օգտակար խորհուրդներով եւ այսօր միասին խոսելու ենք բրոկոլիի մասին։ Բրոկոլին համարվում է օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքներից մեկը, քանի որ նրանում առկա նյութերն օգնում են կանխել քաղցկեղային հիվանդություններն ու շատ օգտակար է նաեւ սրտի համար։ Շատերը բրոկոլիի ցողունը եւ մանր տերևները դեն են նետում, այնինչ պարզվում է, որ հենց դրանք են բույսի ամենաօգտակար եւ բուժիչ հատկությունները։ Բրոկոլին խորհուրդ չի տրվում եփել եռացող ջրի մեջ, քանի որ այս դեպքում բույսը կորցնում է իր բուժիչ հատկությունները։ Նախընտրելի է այն թեթև շոգ է խաշել։ Բրոկոլին քիչ կալորիականություն ունի, 100 գրամում ընդամենը 30 կիլոկալորիա, այնպես որ այն չի հանգեցնում գիրացմանը եւ հակառակը կարող եք անգամ օգտագործել դիետաներում, արդյունավետ ու առողջ նիհարելու համար։ Պայքարում է բրոկոլին շաքարախտի եւ քաղցկեղի առաջացման դեմ, օգնում է օրգանիզմին պաշտպանել անոթներն ու կանխում է անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ եւ միկրոտարեր՝ կարոտին, քրոմ, վիտամին C, երկաթ, յոդ եւ այլ օգտակար նյութեր։ Ըստ որոշ հետազոտությունների բրոկոլին օգնում է նաեւ ցելյուլիտի դեմ, այնպես որ եթե ուզում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, ապա քաղցրեղենը, կարտոֆիլը եւ այլ գիրացնող մթերքները կարող եք փոխարինել բրոկոլիով։ Բրոկոլին նաեւ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են օրգանիզմում չեզոքացնել ազատ ռադիկալները, որը նպաստում է քաղցկեղի առաջացմանը։ Բրոկոլին նաեւ լյուտեինի աղբյուր է, որը դրական ազդեցություն ունի աչքերի առողջության եւ տեսողության համար։ Սակայն, եթե օգտագործում եք արյան մակարդելիությունը նվազեցնող հաբեր, ապա այս բանջարեղենը պետք է օգտագործեք զգուշորեն, քանի որ բանջարեղենում առկա վիտամին K կարող է դեղերի հետ փոխազդեցությամբ նվազեցնել դեղորայքի արդյունավետությունը։ Այսքանը բրոկոլիի մասին, իսկ մեր առավոտյան լավ ու դրական տրամադրությունը պահպանելու համար հիմա առաջարկում եմ լսենք երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է եւ ես սիրով ներկայացնեմ նրան ժողովրդական երգիչ Հրազդանի Երվանդ Քոչարի արվեստի դպրոցի տնօրեն Սամսոն Պանյանն է այսօր մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Մենք այսօր դիտելու ենք ձեր նոր տեսահոլովակը, ունենալու ենք երաժշտական պրեմիերա, իսկ մինչ այդ առաջարկում եմ մի փոքր խոսենք ձեր անցած ուղու մասին, ձեր գործունեության մասին եւ ինչու հատկապես ընտրեցիք ժողովրդական երգը։ Անցած ուղին արդեն մոտ 25 տարվա անցած ուղի է։ Այն ժամանակ դորեմի մրցույթ կար, դորեմի մրցույթից սկսել եմ ու ինչու ժողովրդական երգը, որովհետեւ ավելի հոգուն հարազատ է, ավելի ինձ հարազատ է, այնպես չի որ էստրադային երգեցողությունը ինձանից հեռու է, բայց նախընտրելին այո ազգային է իմ համար։ Իսկ ամենամեծ ոգեշնչող աղբյուրը ձեզ սկզբում կհիշեք ովքեր են եղել։ Հենց դորեմի մրցույթն է եղել ամենակարևոր ոգեշնչող աղբյուրը սկզբում, որ ցանկացել եմ մասնակցեմ, այսպես ասած կանցնեմ հաջորդ փուլ չեմ անցնի, նպատակն էր որ գոնե մեկ անգամ մասնակցեմ այդ մրցույթին ու եղավ այնպես որ անցա հաջորդ փուլից եզրափակիչ առաջին մրցանակ, այդպես սկսեց աշխատանքները մինչև 2008 թվականին արդեն մասնակցեցի ժողովրդական երգիչ նախագծին ու այնտեղ արդեն լրիվ ուրիշ աշխարհ ստեղծվեց ինձ համար մշակութային։ Նաև շատ հաճախ երգիչները, երբ որ մասնակցում են տարբեր մրցույթների, ունենում են բազմաթիվ այս ճանապարհին մարտահրավերներ, դժվարություններ, այ դուք այս ընթացքում ինչ հետաքրքիր դժվարությունների եք հանդիպել եւ ինչպես եք հաղթահարել եւ ինչն է եղել ձեր ոգեշնչման հիմնական դժվարությունները ամեն քայլափոխին կան, չեմ կենտրոնանում դրանց վրա, ընդհանրապես աշխատում եմ եւ ներկայացնում եմ երգերը վերջ ինչ որտեղ կամ ինչ որտեղ չկամ, ինչ որտեղ խնդիր առաջացրեց, ինչ գիտեմ, ինչ արհեստական կամ ոչ արհեստական չեմ անդրադառնում, չեմ ֆիքսվում դրա վրա, ընդհանրապես միայն աշխատել։ Իմ հանդիսատեսի համար
երգեր ներկայացնել։ Դուք նաև համերգներ եւ շրջագայություններ եք ունենում նաև Հայաստանից դուրս։ Հետաքրքիր է իմանալ, որ երկրներում եք եղել եւ երբ որ Հայաստանից դուրս եք կատարում, օտար երկրյա մարդիկ երբ որ լսում են հայկական երաժշտություն, ժողովրդական, ինչպիսի արձագանք եք ստանում նրանցից։ Շատ երկրներում եմ եղել համերգների, իսկապես դրսում ավելի կարոտած են հայկական երգին, ավելի էներգիան ավելի շատ է դահլիճում լինում։ Երբ որ երգում ես ու զգում ես, որ դիմացինդ քո երգը վայելում է, արտիստի համար, երաժիշտի համար ամենակարևոր տեղն է զբաղեցնում այդ ամեն ինչը, երբ որ դու զգում ես, որ դահլիճը ավելի ջերմ, ավելի սպասված է։ Իսկ դուք ասում եք դրսում ավելի շատ են կարոտում, սիրում է, ինչն է խնդիրը, որ Հայաստանում գրեթե Հայաստանից դուրս են ավելի Գիտեք, հասարակ մենք երբ որ գնում ենք միտեղ հանգստանալու, մի քանի օր երկրից դուրս են գալի, հաստատ մեր երկրի ինչ որ մի մաս հիշում ենք, ինչ որ մի դրվագ մեր երկրի հետ կապված հիշում ենք ու ավելի արժևորում ենք։ Ամեն հանգստանալ գնալ գալուց հետո մանավանդ մարդիկ դրսում ապրում են, երիտասարդներ կան այնտեղ ծնվել են, արդեն այնտեղ մեծացել են, նույնիսկ Հայաստանում չեն եղել, բայց հայկական մշակույթը իրենց համար ավելի հարազատ է, որովհետև դա իրենց արյան մեջ է։ Նաև երբ որ հայերը չեն լսում, այլ ազգի մարդիկ են հայկական երաժշտությունը լսում, հետաքրքիր է ինչ յուրահատկություն կա հայկական ավանդույթների երաժշտությունի մեջ, որ մարդկանց շատ է գրավում եւ կարծես հենց իրենցն են համարում։ Ես որպես երգիչ հանդես եմ եկել տարբեր միջազգային մրցույթներում, ձեր ասած այլ երկրի մարդկանց համար հաջողությունները եղել են միայն առաջի մրցանակներ կամ գլխավոր մրցանակ, երբ որ Ֆեոդոսիայում ես Ղրիմյան ալիքներ մրցույթին Grand Prix մրցանակի արժանացա, ժյուրի առաջի երգը երկացրում Սայաթնով աշխարհս մեծ հանջարայի, երկրորդը Աշուղ Շահեն Խռովածեր ու առաջին երգից հետո, երբ որ քննարկումները գնում էր ընդհանուր դահլիճում եւ ժյուրի անդամներից ասացին, որ երբ որ երգը սկսվեց ոնց որ մենք բեմ չտեսնեինք ավելի շատ այդ ամբողջ երկեցողության մեջ հայկական լեռնաշխարհներ, հայի հոգիներ կապ չունի խոսքը կհասկանա օտարը թե չի հասկանա, բայց մեղեդային գիծը միևնույն է ասում է ազգի պատմության մասին։ Իսկ ինչ եք նկատում հիմա երիտասարդների շրջանում, որքանով են նրանք հետաքրքրված ժողովրդական հայկական երգերով եւ հենց մաքուր կատարմամբ լսելու, քանի որ հիմա շատ եք լսում, նաեւ գործիքային կատարումներ են, փոփոխություններ են կատարվում, ձեր կարծիքով այն պետք է մնա հենց մաքուր, թե նաեւ կողմ եք, որ կատարվեն փոփոխություններ։ Տեսեք, երիտասարդներին շատ քիչ են անդրադառնում, որովհետեւ պրոպագանդան այս ամեն ինչի քիչ, այսօր համացանցնատիրում հեռուստաընկերությունները հետ են մղվել ավելի, բայց ամեն դեպքում ոչ մի կողմում կա այդ պրոպագանդան դեպի ազգային երգարվեստը մեր մոտ, չգիտեմ, ցավալի է, բայց փաստ է, որ կան։ Այսօր նայում ես բլոգերներ կան, ինչեր են պրոպագանդում, ինչեր են լայք հավաքելու համար իջնյութեր են տարածում, խայտառակություններ ու դա, չգիտեմ, եկող սերնդի համար երևի պատկերացնում են դա է իսկականը, դա է մերը, դա է արժեքավորը։ Ոչ մեկ չի փորձում, ոչ մի բլոգեր այսօր չի փորձում, որ իր բլոգը կազմակերպի հայկական մշակույթի հիման վրա։ Հաստատ զարգանալու է։ 1, 2, 3 հաստատ զարգանալու է, բայց ոչ մեկ չի փորձում, որովհետև այնտեղ աստիճանաբար է զարգանալու։ Իսկ այն ինչ որ մեկը մի տափակ բան է անում, ինքը վերցնում է միանգամից դրա վրա երաժշտություն են դնում կամ ինչ-որ մի բան են անում կամ գործիքավորում են անում իր լալալիլիի վրա, դառնում է լիքը լայքերի աղբյուր։ Իսկ իրանք դրանով են վարձատրվում։ Իսկ այսօր սարսափելի է, երբ որ մենք միայն գումարի մասին մտածենք։ Իսկ նորովի ներկայացնել երգերը ես այն երգիչներից եմ, որը միշտ արել է համարձակ քայլեր ու գործիքավորումների մեջ հաստատ եղել են նորություններ, իմ Arena Life շանթերոստանգերության եթերում մենահամերգը ամբողջությամբ եղել է նոր գործիքավորումներ, իհարկե երգի գլոբալ սխեման ճիշտ պահելով, նախանվագներ, միջնանվագները գոնե միտեղ ճիշտ օգտագործելով նորամուծություններին դեմ չեմ։ Նորամուծությունները պետք է անենք։ Նաև պետք է պահվի մաքուրը,
պետք է արվի նորամուծություն, այդ նորամուծության շնորհիվ մենք պետք է ավելի շատ երիտասարդների ներգրավենք դեպի ազգային մշակույթ, իսկ երբ որ լսեց 1-2 երրորդը գնում է արդեն իրական տարբերակը լսելուն։ Նաև դուք ձեր խոսքով նշեցիք, որ հիմա համացանցը ավելի շատ են օգտագործում եւ հեռուստատեսությունը ավելի ետին պլան է մղվել, բայց շատ հաճախ ժողովրդական երկիշներից, գուսաններից ասում ենք, որ եթե ավելի շատ տարածվի եւ ավելի շատ հեռուստատեսությամբ ցուցադրեն ժողովրդական գուսանական երգեր, երիտասարդները ավելի շատ հետաքրքրություն կունենան։ Այ ինչ կարծիք ունեք։ Ես ասացի իմ խոսքի մեջ, որ այսինքն երկուսի մոտ էլ թե համացանցում թե հեռուստաընկերությունների կողմից ետին պլանում է գտնվում ազգային մշակույթը առհասարակ։ Ինչքան էլ որ հեռուստաընկերություններին այսօր մարդիկ քիչ են դիտում հեռուստաընկերությունները ավելի շատ համացանցում են, բայց ամեն դեպքում պետք է լինի այդ ռոպագանդան։ Ամեն դեպքում պետք է լինի ազգայինի մասին հաղորդումները։ Հիմա մի փոքր տենդենս նկատում եմ դեպի հայկական խոհանոց, արժևորել, դեպի աղջիկների մոտ կարել, ձևեր, գործել, ինչ որ ձեռքի աշխատանք կատարելը սկսվել է դառնալ նորաձև, հուսանք, որ դա շարունակական կլինի ու նաև այդ ամեն ինչը կվերաբերվի արդեն երգարվեստին, պարարվեստին, գործիքային արվեստին, որը որ իսկապես այսօր պրոպագանդելու կարիք ունի։ Մենք մի քիչ օտարամոլ ազգ ենք, այսպես ասեմ, ցավալի է, բայց փաստն է, այդ մենք ավելի շատ գնում ենք ուրիշ տեղեր, նամանավանդ թշնամի պետություններ, այնտեղի մշակույթի հետ առնչվելու, վերցնել, երգել, չգիտեմ, խոսքեր փոխել։ Ինչու է կարծիքով այդպես, ինչու են ավելի շատ ձգտում դեպի ոչ թե հայկականը, այլ ավելի այլ ուղղություններ։ Չգիտեմ, մտածում են երևի դրանով, ոչ թե մտածում են, այո, իսկապես նրանով իրենք ավելի շատ գումար են աշխատում։ Եվ ասում են, որ ավելի շատ են լսում այդպիսի կատարումներ, պահանջարկ կա դրա համար։ Պահանջարկը չկա, ինչ որ ներկայացնես դրա պահանջարկն էլ լինելու է։ Եթե որ մենք միշտ մեր ազգայինը ներկայացնենք, ասենք նույն Վրաստանում հաստատ որ երբ որ պատտվում ենք, պարբերաբար տարբեր սրճարաններից ու ռեստորաններից կամ փողոցում ինչ որ խանութներից հնչող երաժշտությունը իրենց ազգայինն է։ Մեծամասը։ Իսկ մեր մոտ չկա։ Բացառվում է դու անցնես ու ազգային երաժշտություն լսես ինչ որ մի սրճարանի կողքով, ռեստորանների կողքով հնարավոր է։ Այսօր կան ռեստորաններ, որտեղ որ ազգային նվագարաններ են գործածում, ազգային երգ հնչում, ուրախություն մեզ ու հաստատ այն դրսից եկած տուրիստները, որ նստած են լինում, ավելի հաճույքով են լսում մեր երաժշտությունը, քան իրենց երաժշտությունը ավելի աղավաղված տարբերակով։ Մենք դրա խնդիրն ունենք, որ այսօր պետք է իսկապես պրոպագանդվի ու պահվի։ Իսկ որքանով է հիմա հատկապես կարևոր լսել ու տարածել հայկական երգը, երբ որ հիմա մի փոքր նաև պատերազմական ժամանակաշրջանում։ Հենց այս ընթացքում պետք է արվի այդ ամեն ինչը։ Մենք իսկապես մեր դեմքը կորցրել ենք, բոլոր առումներով ենք կորցրել, թե երաժշտության առումով, թե խոսքի առումով, թե հարգանքի առումով։ Ես մի զավեշտալի բան պատմեմ, այս երգի հետ կապված, երբ որ Facebook-ում գովազդ տեղադրվել, բոլորս գիտենք, երբ որ ինչ որ նյութ գովազդի տակ է լինում, այսպես ասած, գովազդի ժամանակ նյութը որ բացում են, այնտեղ ավտոմատ ծրագիր է Facebook-ի հաղորդագրության SMS-ի տեղը, չէ՞, բացվում, ինչով կարող ենք օգտակար լինել կամ ինչով կարող ենք օգնել։ Ասենք, չգիտեմ, էլի մարդը երգը բացում է ու ինչ որ հաղորդագրության գնում է, ինչով կարող են ձեզ օգնել, ասենք պատկերացնում եք գրում են քո օգնությունը քեզ պահի։ Մենք օգնության կարիք չունենք։ Նույնիսկ մի կին գրել է ռադեր։ Ես արդեն եմ որ սենց գրել եմ, էլի ձայնայինով պատասխանել եմ, որ խնդրում եմ, էլի կասեք ինչի համար օրինակ ռադ լինեմ, կապացենք ինչ եմ արել։ Ընդհանրապես իմ երգը գովազդի տակ մի հատ, ասինքն պատտվում է Facebook-ում, դուք բացել եք, դուք SMS-ի տեղ գրեց երկար բարակ ու գրել է, հա, սա էլ նոր աղջիկ խոսացնելու ձև է։ Այսինքն, չգիտեմ, էլի այնքան ենք մենք կորցրել մեզ, նույնիսկ Facebook-ի ավտոմատ ծրագրի հետ մենք կռիվ ենք անում։ Հարգանք չկա, ասենք թեկուզ, չգիտեմ, հաստատ
ես չեմ, չէ, այդ նամակ գրողը ինչով կարող եմ օգտակալ կամ ինչով օգնեմ։ Քո օգնությունը քեզ պայ, ես քեզ ֆինանսական օգնություն չեմ ցուցաբերում արգելիս։ Դա ծրագիրն է։ Կամ, չգիտեմ, իրար թելադրել կարծիք, ով ոնց ապրի, ոնց հագնվի, ուր գնա։ Մարդիկ գիտեք ինչ են դարձել, իրենց կյանքը թողած բոլորի կյանքով ապրում են։ Մենք լավ ասացվածք ունենք, իրենց աչքի գերանը թողած ուրիշ աչքի չոպն են տեսնում։ Իսկապես այդ վիճակում ենք։ Մենակ քննադատում ենք մեկս մյուսին, վիրավորում, անպատվում, միջև անձնական, չգիտեմ, որ դաշտ հասնում, ընտանիք, սարսափելի է սա։ Իսկ կողքից նայում են ուրախանում են, որտեվ այս պառակտումը, այո, սա պետք էր, որպեսզի մարդիկ հասնեն իրենց նպատակին։ Իսկ մենք մեր ձեռքով մեզ պառակտում ենք։ Ես երբևիցե ինձ թույլ չեմ տա, որ, չգիտեմ, իմ ընկերը կապ չունի, նա իմ ընկերն է, նա իմ հարազատն է, նա այլ քաղաքական հայացք կարող ունենա, ես այլ քաղաքական հայացք կարող ունենամ։ Բայց իմ համար իմ ընկերն է։ Իր միտքը իրենն է, իմ միտքը իմն է, իր պատկերացումներն իրենն է, իմը իմն է։ Ես երբեք թույլ չեմ տա իրեն թելադրեն, որ գիտես, դու սխալ ես մտածում։ Բայց շատ մարդիկ մեծամասնություն է։ Չէ, չկա այդ հանդուրժողականությունը։ 1000 տարվա ընկերություն քանդվեց, այն որ, չգիտեմ, մարդիկ մանկության ընկերներ ու չգիտեմ, ինչի համար իրանք էլ չգիտեն։ Քաղաքականության պատճառով կամ ինչ-որ մի բանի պատճառով չի կարելի նսեմացնել մեկը մյուսին, տրորել, չգիտեմ, հակառակ համախմբեք, չգիտեմ, ձեր ասած, այո, հիմա պետքա տարածվի հայկական, որտեղ մշակույթից սկսած գողանում են, չէ՞։ Մենք մերը թողել ենք իրենք տանում են, մենք էլ իրենց խայտառակն ենք բերում ներգրավում մերի մեջ, ինչի՞։ Սա այդ նովանշերամը իրանք տանում են, մենք ինչ ենք բերում։ Չգիտեմ, սա իսկապես սարսափելի է, որ նայում ես ինչ են անում, ինչի համար են անում, հանուն մի քանի կոպեկի, ես չեմ կարող երգեցողության մեջ իմ այդ նույն խաղիկը անեմ կամ այդ նույն ռնգային խայտառակ երգեցողությունը, որը որ մեր երգեցողության հետ կապ չունի, նույն ձևով երգեմ։ Ով ասեց, որ չեմ կարող։ Սա նաև հասարակության խնդրից ինչ է կարծում հնարավոր է դաստիարակել եւ փոխել, հա։ Յուրաքանչյուրս մեզանից պետք է սկսենք։ Յուրաքանչյուրս երբ որ դու դիմացինին հարգես, իմ ասացի նման, դու քո ընկերությունը, քո բարեկամությունը արժևորես, քան ինչ որ հայացքներ, այդ ժամանակ մենք կդաստիարակվենք, այո։ Աշխարհում կա 3, այսպես ասած, կարմիր գիծ, չէ՞։ Քաղաքական հայացքներ, հոգևոր հայացքներ, ինչ որ սեռական պատկանելություն, ինչ որ հայացքներ չեմ հիշում արդեն, ոչ մեկին իրավունք չունի քննադատելու կամ դա չգիտեմ թիրախավորելու կամ ինչ-որ իսկ մեր մոտ չէ, մեր մոտ ոնց կարելի է այդպես բան։ Եթե ես sense եմ մտածում, պարտավոր են սաղ սես մտածելու, բայց թե ինչի չգիտեմ։ Դրա համար մենք պետք է արժևորենք մեկս մյուսին, հարգենք, երբ որ հարգեցինք մենք մեկս մյուսին, հարգենք մեր երկիրը, մեր մշակույթը, մենք ամենտեղ կհաղթենք։ Իսկ մենք դա չունենք։ Ոչ երկիրն ենք հարգում, ոչ մշակույթն ենք հարգում, ոչ մեկս մյուսին ենք հարգում, ինչ ասես անվանում ենք մեկս մյուսին, բայց պահանջում ենք, որ բոլորը աշխարհում մեզ հարգեն։ Ոնց կարա այդպես բան լինի։ Չի կարանի։ Երբ որ ես գնում եմ հասարակ Վրաստան հանգստանալու, ես այնտեղ ինչքան էլ ուշադիր պատտվել եմ, ես չեմ տեսել, որ մի հայ այնտեղ իր ձեռքի կոնֆետի թուղթը կամ ջրի շիշը դնի ինչ որ միտեղ ծառի տակ ու գնա։ Կամ նետի ինչ որ կանաչ գոտում կամ թողի ծովի ափին։ Չեմ տեսել նման բան։ Ինչի կարելի է Վրաստանում կամ այլ երկրում մեզ լավ պահենք, բայց Հայաստանում կարելի է Սևանի ափին ինչ ասես անել։ Ու այդ աղբը թող կամ մեքենայից ասենք, չգիտեմ, տոպրակով աղբը նետել կամ վարելուց իրար չէ։ Ինչի դու նույն դրսում կարում ես մեքենան վարես գիրտ, նորմալ հարգանքով մյուս վարորդի հանդեպ,
բայց մեր երկրում չես կարող այդ անել։ Ոնց կարող որ գիծն ազատ է, դու մտնես այդ գիծը վարես, հետո այդ գիծը փակես, մյուս գծից խնդրես որ քեզ տեղ տան, արդեն թարթիչով որ քեզ տեղ տան, երկու դու արհեստական խցանում ես ստեղծել, ինչ հա թե դու ով ասեց որ այն զիջողը չի շտապում, որ քեզ զիջելու է որ դու անցնես, ով ասեց որ նա չի շտապում։ Ես մի անգամ մի վարորդի Հերացու փողոցից անընդհատ զիջեցի, 1-2 արդեն ֆիքսեցի։ Որտեղ ազատա մտնում է, այդ գիծը քշում է, գալիս է, դիմացը նորից փակում է, նորից խնդրում է ճանապարհ, երևի կհավատաք, միջև Արշակունյաց փողոց երևի 6 անգամ զիջել եմ այդ վարորդին։ Արդեն վերջինը չզիջեցի, այն մյուս սվետաֆորի մոտ եկել է կանգնել է կողքս պատանիչեցել է, ախպեր բանը զիջող եղի հանդուրում հանգստացի էլի ասենք ես էլ եմ աշխատանքի եմ գնում հասկանում ես դու տաքսի ես վարում ես էլ դասախոս եմ գնում եմ աշխատանքի այսինքն իմ ժամն է ուսանողը ինձ է սպասում հասկանում ես ես չեմ կարող անընդհատ քեզ զիջեմ դու ստեղից ընդեղ ընդեղից ատեղից է գալի մեր կուլտուրան ատեղից է գալի մեզ չհարգելու կուլտուրան չհանդուրժելու կուլտուրան կորցնելու արվեստը հենց այդից է սկսվում մեր որ երբ որ մենք իրար ասում նորից եմ ասում հարգենք, սիրենք, գնահատենք, այնպես ինչպես նա կա, կամ ինչպես ինքը մտածում է, թեկուզ սխալ է մտածում։ Այսինքն սխալ քո համար է սխալ մտածում, բայց այդ մարդու համար կարող ինքը կարող շատ ճիշտ է իրոք մտածում։ Եթե քո համար սխալ է մտածում, այդ չի նշանակում, որ նա վատն է, նրան պետք է մորթեն, նրան պետք է, չգիտեմ, նսեմացնեն, ով ինչ ասես գրի կին թե տղա մարդ աղջիկ թե տղա ես մեկ-մեկ զարմանում եմ որ նայում եմ աղջիկները ինչ լեքսիկոնով ինչ բառերով են գրում այդ կոմենտները աղջիկ ջան ձեր տանը տղա մարդ կա սարսափելի է իսկապես սարսափելի է երբ որ մեզ դրսից հասկացողները տեսնեն ոչ մեկ մեզ լուրջ չի վերաբերվի ոչ մեկ Սրանք ազգ չեն, սրանք չգիտեմ հավաքովի մի կերպար են, որ մենակ եկել են իրար վիրավորելու իրենց արժևորած, արժեքավոր մշակույթը թողած, չգիտեմ, իրանք ինչով են զբաղված։ Դուք նաև բացի երաժշտական գործունեությունից դասավանդում եք եւ տնօրեն եք նաև, ինչ եք փորձում դուք ձեր կողմից դասավանդել եւ փոխանցել ձեր սաներին։ Հայկական մշակույթ, միայն հայկական մշակույթը։ Տեսեք, այդ նույն խաղիկ, այդ նույն ելևէջը, պատկերացնում եք, ես նույն բանն անեմ ու գնամ լսարան, ուսանողին ռոպագանդեն, որ սա աղբամի արա։ Չի կարող, արդեն այդ ուսանողը ինձ լուրջ չի վերաբերվի։ Տվյալ դասախոսին լուրջ չի վերաբերվի, ոնց քեզ կարելի է, ինձ չի կարելի։ Եթե դա աղբադուխ ես անում։ Բայց այնքան դժվար է, որ դու բացատրում ես նստում ես, խոսում ես, օրինակներ ես բերում կյանքից, որ գիտես ինչ, սա չի մերը, սա է մերը։ Իսկապես այսօր 16 տարեկան, 17, 18 տարեկան երիտասարդին սովորեցնել ապետ որն է մերը։ Այնքան է խառնվել, արդեն իրենք էլ չգիտեն որն է մերը։ Գիտեն այն ինչ որ կա, դա է մերը, բայց դա մերը չի։ Պարոն Պանյան, մենք այսօր նաև ունենալու ենք ձեր երաժշտական պրեմիերան, առաջարկում եմ հիմա դիտենք Այգեպան աղջիկ տեսահոլովակը, վերադառնանք, շարունակենք զրույցը, նաև կանդրադառնանք հենց երգին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը։ Շատ հետաքրքիր եւ գունեղ տեսահոլովակ է ստացվել։ Մի փոքր կպատմեք այս տեսահոլովակի երգի գաղափարի մասին, ինչպես ստեղծվեց տեսահոլովակը, ինչ հետաքրքիր պատմություններ են տեղի ունեցել տեսահոլովակի ընթացքում։ Շնորհակալություն։ Երգը այդպես ընկերոջս հետ գործիքավորող Արմեն Զամուկաշվիլի հետ մտածում ենք, որ մի երգ գտնենք, որը որ կարելի է նորովի սիրված երգ, որը որ կարելի է նորովի մեկնաբանել։ Այդպես աշխատանքի մեկնելիս մեքենայի մեջ երգը մտքիս մեջ երգում էի ու զանգեցի հենց նույն պահին։ Ձամ մտածում եմ այս երգը, խնդիր չկա ինձ այդ երգը ու այսպես ասած սկսվեց աշխատանքները։
Երգը գործիքավորել է, ձայնագրել է երգը Արմեն Զամուկաշվիլին, միքս մաստերինգը արել է Հայկ Նավասարդյանը, տեսալվակի ռեժիսորը Վարդան Գրիգորյանն է, օպերատորը Վարդան Ասատրյանը, մոնտաժը իմ լավընկեր Վահանն ու Վարդան Գրիգորյանը միասին են արել, տեսահոլովակի հերոսուհին հուշեր պարային անսամբլի պարուհիներից է, գեղարվեստական ղեկավար Էդգար Ավետիսյան, իսկ պարուհին մեր շատ սիրելի Ժաննա Նազարյանն է, որին շնորհակալ եմ իր կերպարով ավելի գեղեցկացնելու համար տեսահոլովակը ու երգը։ Իսկ ինչ հետաքրքիր պատմություններ կան կապված դες ինչպես են անցել նկարահանումները։ Շատ հետաքրքիր, շատ հումորով, հումոր առատ, այսպես ասած, բայց արտարոց եթերային պատմելու այդպես ոչինչ չկա։ Շատ սիրով, շատ հարգանքով, շատ դրական նկարահանումներ ենք ունեցել։ Ընդհանուր երգի process-ն է եղել այդպես։ Ես ինքս թեթև մարդ եմ, այսինքն աշխատող իմ շրջապատում չի կարող խնդրահարույց, այսպես ասած աշխատանքային խնդրահարույց մարդիկ լինել, այդպես մարդիկ, այսպես ասած մաղվում են, իսկ ընդհանուր ամեն ինչ դրական է եղել երգի հետ կապված։ Ոնց որ տեսնում եք գունեղ, պայծառ, հենց այդ էլ եղել է ամբողջ process-ը։ Այ մենք տեսահոլովակը դիտելուց նաև քննարկում էինք, որ սա նույնպես ժողովրդական երգ է, բայց այսպես ասած մաքուր կատարումը պահպանված է եւ կարելի է հիմա գրեթե ամենտեղ լսել։ Այ երևի Ասուղ Մեխակի երգն է, Այգեպան աղջիկը, այո, իհարկե, ճիշտ երգը պահիր, ճիշտ հայկականությունը պահիր, բայց նոր գործիքավորում արա, ինքն չգիտեմ, ունեք այս երգը շատ սիրով մարդիկ մեքենայի մեջ լսում են, որը որ, այսինքն մարդուն ստիպում որ անդադ դու լսես ժողովրդական երգ, պետք է նորամուծությունները անել, բայց ազգային գիծը պահել, հայկականությունը կարևորը պահել։ Իսկ հետևում եք, արդյոք այն արդեն սիրվել է, ինչ արձագանքներ եք ստանում։ Բավականին շատ է արձագանքները, իմ համար ամենակարևոր արձագանքները մեծերի կարծիքներն են, այսպես ասած վարպետների, որոնք որ մեր երգարվեստում, մեր հայկական մշակույթում մեծ խոսք ունեն, մեծ ավանդ ունեն, իսկ հանդիսատեսի կողմից շատ սիրվել է, Facebook-ում շատ տարածվել է, YouTube-ում էլ արդեն բավականին սկսվել է տարածվել, կարծում եմ դեռ կշարունակի այդ տարածումը երգի։ Ձեր շնորհիվ, մնացած հեռուստաընկերությունների շնորհիվ, ի ուրախություն ինձ գրեթե մեծամասնություն հեռուստաընկերությունների կողմից արձագանք եղել է երգի հետ կապված, ցուցադրման հետ կապված, որի համար միայն շնորհակալ եմ։ Իսկ մի փոքր նաև կխոսեք ձեր երաժշտական հետագա պլանների մասին, կան նմանատիպ երգեր, որ ցանկանում եք նաև նորացնել եւ կրկին կատարել։ Այս պահին երկու երգ ունենք արդեն ձայնագրված, մեկը ինձ համար գրված երգ է հարսանեկան Գրիգոր Վանանցն է երգի հեղինակը, գործիքավորումը ձայնագրությունը կատարել է Գարիկ Առաքելյանը Գաթաբենդի, մեկը Հայկ Նավասարդյանի հետ ենք արել, հայկական երգերի շարանն է, այսպես ասած, մի քանի երգ միացրած իրար, հետաքրքիր էլի նպատակը հենց այն է եղել, որ այսինքն հուսանք իրենք էլ ինքն էլ կունենա տեսահոլովակ, քանի որ մի քիչ հարսանեկան վիճակն էլ աղավաղվել, հարսի պար, ավանդական պար, չգիտեմ, այդ ամեն ինչը, մենք Հայկի հետ մի երգ ենք արել, որը որ այսինքն իր մեջ ներառում է հարսի մենապար, ավանդական պար եւ շուրջ պարեր արդեն, այսինքն որ փուլ առ փուլ այդ ընթացքում գնա ու այդ ընթացքում ամենակարևորը հնչի հայկական ազգայինը։ Իսկ կան նոր պլաններ, օրինակ համերգներ, շրջագայություններ այս տարի ինչ է նախատեսվում։ Դեռ մենահամերգի ոչ մի պլան չկա, առաջարկներ կան մի քանի այսպես ասած քննարկվում են, իսկ հավաքական համերգներ պարբերաբար լինում են։ Նաև մի փոքր նաև խոսենք հենց արվեստի դպրոցի մասին, դուք տնօրեն եք եւ դասավանդում եք, քանի տարեկանից է այնտեղ ընդունելությունը եւ միայն երգարվեստն է դասավանդում, թե նաև երաժշտական գործիք։ Չէ, արվեստի դպրոց, այսինքն արվեստի բոլոր ճյուղերը ներգրավված են արվեստի դպրոցում, 2 տարի այնտեղ արդեն տնօրենն եմ,
6 տարեկանից ընդունելությունը ոնց որ պետական ուսումնական պլանը պահանջում է, այդ նույն կարգով աշխատում ենք, ներկայացնում ենք, ի ուրախություն ինձ շատ դպրոցի թվականակը աճել է, երեխաների հաճախելիությունը ու կարծում եմ ել ավելի կաճի կզարգանա, այս տարի դպրոցի 50-ամյակն ենք տոնելու, մեծ շուկով պատրաստվում ենք, հաջողություններ շատ կան դպրոցում ու այդ հաջողությունները, ձեռքբերումները կլինեն շարունակական հաստատ։ Իսկ երեխաները, երբ որ հաճախում են 5-6 տարեկան երեխաներանց համար դժվար չէ ընկալել ժողովրդական երգերը, սովորել, կատարել։ Միակ երգել չի, նկարչության բաժինն է, բարարվեստն է, թատերարվեստն է, այլ նվագարաններն են, չէ, 6 տարեկան երեխան մի քիչ նախասիրություններ արդեն ունենում է երեխան, բայց ծնողի որդումը ավելի շատ է լինում, հենց 6 փոքրուց պետք է երեխային կրթել մշակույթով, իսկ արվեստի ու երաժշտական դպրոցները անում են այդ ամեն ինչը, ամեն մեկը իր չափով, ինչքան շատ մենք կարողանանք այսօրվա սերնդին, այսօրվա փոքրիկներին ներգրավենք մշակույթի մեջ, արվեստի մեջ, այնքան մենք վաղվա օրը ավելի լավը կունենանք։ Իսկ ձեր սաների մեջ արդեն տեսնում եք ապակա երգիչներ, արտիստերին։ Կան, իհարկե կան, հենց երգի, այս Եփան երգի մեջ ձայնակցող աղջկա ձայնը իմ ուսանողու Էմիլիայի ձայնն է, որը որ այս պահին սովորում է կոնսերվատորիայում, ինքը երգերքոց նախագծի ժողովրդական երգի այդ չեմ հիշում ճիշտ ասած ոնց է կոչվում, երգերքոց նոր ձայներ կարծեմ ժողովրդական երգ, այնտեղ բավականին շատ հաջողություններ ունեցավ, նույն իմ Սուրենը ուսանողս այդ նույն նախագծում բավականին հաջողություններ ունեցավ ու բարբերաբար երգում են նախագծում։ Իսկ ընդհանուր դպրոցը մասնակցում է, երեխաները մասնակցում են միջոցառումների, համերգների, շրջագայությունների։ Պարտադիր դպրոցի ներսում մասնակցում են, ավելի շատ մեր կապը գնում է դեպի մայրաքաղաք, տարբեր մրցույթներին, հանրապետության լավագույն մրցույթներին մասնակցում ենք, ունենք մեծ հաջողություններ, հիմա մայիսի 24-ին Նարեկացի արվեստի միությունում կունենանք մեծ ցուցահանդեսի բացում մեր դպրոցի աշակերտների կատարած աշխատանքները, նկարներով մեծ ցուցահանդես կունենանք բացված, տարբեր բուհերի, թանգարանների հետ ունենք հուշագրեր կնքած, որոնց հետ փոխադարձ աշխատում ենք, համագործակցում ենք, շուտով Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում կունենանք ցուցահանդես, երաժշտական մասի ներկայացում, պարբերաբար Երևանից անվանի մարդիկ գալիս են դպրոց, արվեստագետներ հանդիպում երեխաների հետ, շփում, վարպետաց դասեր, այո, փորձի ներկայացնել, ուսումնական անձնակազմի հետ փորձի փոխանակում, պարբերաբար այդ ամեն ինչ կազմակերպվում է, որպեսզի դպրոցն ավելի հետաքրքիր լինի, ավելի զարկերակը տեղը պահենք, այսպես ասած։ Նաև մեր զրույցը ամփոփելով ես կուզենայի խորհուրդ տայիք այն երիտասարդ երգիչներին, ովքեր նոր են ուզում մուտք գործել այս ասպարեզ եւ հատկապես ժողովրդական երգերով, բայց մի փոքր թե վախենում են, թե նաև կասկածում են, որ չեն կարողանա գտնել այս երգերով եւ մեծ լսարան եւ նաև հաջողություններ ձեռք բերեն։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Երբեք ոչ մի բանից պետք չէ վախենալ։ Եթե վախենայինք, ոչ մի երգ պետքա չձայնագրեինք, ոչ մի բան պետքա չանեինք, այսինքն մնայինք մեր տեղում կամ էլ մենք էլ գնայինք այն կողմ։ Ոչինչից պետք չէ վախենալ, պետք է լինել համարձակ ու գործել։ Միայն գործել։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն ձեզ։ Մեր հյուրը կալելու համար, իսկ ես հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում ենք ժողովրդական երգիչ Հրազդանի Երվանդ Քոչարի արվեստի դպրոցի տնօրեն Սամսոն Պանյանի հետ։ Այս պահին լսում ենք հաճելի երաժշտություն, վերադառնում ենք եւ շարունակում ենք եթերը։ Մենք շարունակում ենք եթերը եւ հիմա սիրելի հեռուստադիտողներ ձեր ուշադրությանն եմ հրավիրում մեկ ուշագրավ ճանապարհորդություն դեպի հյուսիսային Աֆրիկայի սիրտը Ալժիր։ Մի երկիր, որի մեջ խառնված են անապատի խորհրդավորությունը, միջերկրածովային ծովափերի նրբագեղությունը եւ հարուստ մշակութային ժառանգությունը։ Հիմա առաջարկում եմ միասին դիտենք պատրաստված տեսանյութը։
Բարի գալուստ Ալժիր, սա մի երկիր է, որտեղ անցյալը խոսում է ամեն քարից, իսկ ապագան շենանում է իր երիտասարդությամբ ու մշակույթով։ Ալժիրի բնաշխարհը հակասություններով լի է, հյուսիսում կանաչ բլուրներ, իսկ հարավում Սահարայի անհուն ավազանները։ Քաղաքներից ամենանշանավորը հենց մայրաքաղաքն է, Ալժիրը, որը համարվում է սպիտակ քաղաք, որի փողոցները պատմում են դարերի պատմություն, սկսած հռոմեական ժամանակներից մինչև ֆրանսիական գաղութատիրություն։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարոկոին, հարավ-արևմուտքում Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքում Նիգերիային, իսկ արևելքում Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ 16-ից 17-րդ դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ։ 19-րդ դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1962 թվականին ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Ալժիրի տնտեսության հիմքը կազմում է գազն ու նավթը։ Գազի պաշարներով Ալժիրը զբաղեցնում է 8-րդ տեղը աշխարհում, իսկ նավթի պաշարներով 15-րդ տեղը։ Ալժիրի բնակչությունը բազմազան է, բերբերներ, արաբներ ու տարբեր էթնիկական խմբեր ապրում են կողք կողքի, ստեղծելով մի յուրահատուկ մշակութային խառնուրդ։ Այստեղ մարդիկ ապրում են միայն օազիսներում, այն վայրերում, որտեղ ավազանի տակից բխում է կենարար ջուր, աճում են արմավենիներ, որոնք մարդուն պաշտպանում են խիստ շոգից ու ավազամրիկներից, բայց Սահարան այսօր ապրում է նոր կյանքով։ Անապատներում կառուցվում են ճանապարհներ ու բնակավայրեր։ Մարդիկ ավազանների տակ հայտնաբերել են Ալժիրի հիմնական հարստությունները՝ նավթն ու գազը։ Ալժիրում զարգացած է մետաղամշակման, նավթամշակման, քիմիական, ցեմենտի արտադրության, սննդի եւ տեքստիլ արդյունաբերության ճյուղերը։ Ալժիրցիների ապրելակերպում եւ մշակույթի մեջ յուրօրինակ կերպով զուգակցվում է ավանդույթներն ու արդիականությունը։ Ահա այսպիսին է Ալժիրը՝ հնի եւ նորի, ավանդույթի ու ժամանակակից կյանքի միաձուլումը։ Սիրելի հեռուստադիտողներ, նշեմ նաև, որ այսօր է ծնվել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Համակարգչի և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջացել էր դեռ ցածր դասարանում։ 9-րդ դասարանում Մարկը ստեղծում է ամերիկյան հանրահայտ Risk խաղի համակարգչային տարբերակը։ Ի սկզբանե Facebook-ը նախատեսված էր որպես Հարվարդի ուսանողների շփման միջոց, բայց որոշ ժամանակ անց այնտեղ արդեն կարող էին գրանցվել բոլոր դպրոցականներն ու ուսանողները։ Գլխավոր պայմանն էր էլեկտրոնական հասցեի արկայությունը էդու կրթական տիրույթում։ Շուտով ռեսուրսը դուրս է գալիս կրթական շրջանակներից օրեցօր հավաքելով ավելի մեծ լսարան։ Ժամանակի ընթացքում նրա հեղինակությունը այնքան է աճում, որ Մարկը ստիպված է լինում թողնել դպրոցը եւ ամբողջովին նվիրվել դրան։ Նա սկսում է փնտրել ներդրողներ։ Իսկ այժմ Facebook-ը համարվում է աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցը։ Ցուկերբերգը նաև սիրում է ուսումնասիրել տարբեր լեզուներ, բարեգործություն անել եւ վայելել իր ազատ ժամանակը։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտյան ծրագիրի համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։